արդյոք արժեր այդ ամեն ինչը տառապանքը, որ անցել ես մինչև փաստաբան դառնալու դաժան ճանապարհը, արժեր թե չարժեր ու դժվար էր հեշտ։ Այո։ Դրանով սկսելը ինչ որ մի տարիքում, որը որ մեր հայկական կուլտուրայի մեջ ինչ որ ստիգմաներ կա, չէ, որ օրինակի համար դու կարող ես լինել ուսանող մինչև 26 տարեկան։ Ես չգիտեմ, կամ ինչ ասես մի բան։ Արջան, իսկ ինչ կասես հենց ինքը պատենտի վերաբերյալ։ Շատերը խառնում են պատենտը trademark-ի հետ, trademark-ը copyright-ի հետ, եւ անգամ իրանք էլ չգիտեն, իրանց ինչ ա պետք։ Բերում են լոգո, ասում են, ինձ պետքա copyright անենք։ Ապե, անունս մի հատ պատենտ անենք։ Այդ ավելի լավ է հնչում։ Ինչ է պատենտը։ Արտոնագիր քո գյուտի նկատմամբ։ Թե անունը իմ ազգանունն է, օրինակ Պապյան։ Դա պրոբլեմ է։ Դա պրոբլեմ է, որովհետև եթե քեզ պետությունը թույլ է տալի, որ դու քո ազգանունը գրանցես, նշանակում է այլ մարդ, ով ունի նույն ազգանունը, չի կարող օգտագործի, անգամ եթե ինքը չի ուզում դա գրանցի, չէ՞, եկա design patent-ն է, որը որ ընդհանրապես ornamental aspect-ն է պաշտպանում, այսինքն արտաքին տեսքը։ Օրինակ Apple-ի դեպքում այդ iPad-ի տեսներ, երբ որ Samsung-ը վերցրեց նմանատիպ մի հատ կլոր, այսպես ասած, այդ կնոպկան սարքեց, որը որ ասեց իմը կլոր չի, իմը քառակուսի է ու տենց պրոբլեմ ունեցա։ Սկսեցին դատվել շատ երկար ժամանակ։ Այս վերջի քո ամենահետաքրքիր դեպքերի մասին, որ ներկայացրել են ձեզ, ձեր գրասենյակ, որ պատենտավորեն ու հետաքրքիր մի գյուտ ասեմ, չգիտեմ, կամ նորամուծություն ասեմ։ Չեմ ուզում ասեմ տարեց, բայց տարիքով կլայենտ ունենք, որը որ հետաքրքիր մտքեր ա միշտ բերում։ Օրինակ վերջերս խաղեր հորինել։ Օ, ինքը։ Որը որ հա բավականին իմ համար հետաքրքիր է, որ ինքը այդ տարիքում մտածում եմ մի խաղ, որը որ ավելի շատ երիտասարդության հետ է կապված։ Եմ սիրում, երբ որ մարդիկ իրավաբանները, որոնք որ օրինակ համար trademark-ի հետ բացարձակ կապ չունեն, ասում են ես կանեմ։ Ունեցել եմ էլի փաստաբան հյուր, ով նույն խնդրով նեղվում էր ու ասում էր ավելի լավ է որպես գոլեգայինց դիմեն ես կօգնեմ, քան թե մի բանը փչացնում են, իրանք դրա մեջ մասնագիտացված չեն, հետո մենք սկսում ենք ուղղել։